Բարև ձեզ, եթերում տարածաշրջան հաղորդաշարն է։ Այստեղ մենք քննարկում ենք աշխարհաքաղաքական գործընթացներ եւ իրադարձություններ, որոնք անմիջական ազդեցություն ունեն Հարավային Կովկասի եւ Հայաստանի Հանրապետության վրա։ Թեման, որ այսօրվա քննարկման համար առանձնացրել ենք, վերաբերում է մեր տարածաշրջանում էներգետիկ քաղաքականությանը, դրա խնդիրներին եւ հնարավորություններին, ինչպես նաեւ միջազգային տարբեր դերակատարների ներգրավվածությանը դրանում։ Թեմայի քննարկման համար սիրով հյուրընկալել ենք քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանին։ Շնորհակալություն, պարոն Դավթյան, մեր հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Սկսելու համար ընդունված եղել միշտ կարծել, որ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական բնույթը պայմանավորող հիմնական հանգամանքներից մեկը հենց էներգակիրների խնդիրն է, դրանց տարանցման, արդյունահանմանը վերաբերող խնդիրները, դրանում միջազգային տարբեր ուժային կենտրոնների ներգրավվածությանը եւ այլն։ Եթե փորձենք ամփոփ ներկայացնել վերջին տարիների ընթացքում մեր տարածաշրջանի էներգետիկ հետաքրքրությունների համատեքստում ինչ է փոխվել կամ փոխվում։ Այստեղ երկու հիմնական չափում ես կառաջարկեի, թե ինչով է Հարավային Կովկասը հետաքրքիր գլոբալ խաղացողներին։ Առաջինը դա բուն էներգետիկ չափումն է, երկրորդը էներգատրանսպորտային տարանցման չափումը։ Ինչ վերաբերում է առաջինին, ապա ակնհայտ է, որ 90-ական թվականներից ի վեր, մասնավորապես երբ 94 թվականին կնքվեց հայտնի ադրբեջանական հանրային դիսկուրսում ավելի շատ հայտնի է այսպես կոչված դարի գործարքը, երբ արևմտյան կապիտալը, ինչպես նաև մասամբ ասիական կապիտալը մուտք գործեց ադրբեջանական շուկա, սկսեցին հստակեցվել գլոբալ խաղացողների, անդերազգային կառույցների, որոնք իրենց հերթին կապակցված են առանձին պետական համակարգերի հետ շահերը Հարավային Կովկասում։ Սկսեցին խոշոր ներդրումային ծրագրեր իրականացնել Ադրբեջան, որի գլխավոր թերևս արդյունքն էր Բաքու-Թբիլիսի Ջեյհան, այնուհետև նաև Բաքու-Թբիլիսի Էրզրում գազամուղի կառուցումը եւ որպես դրա տրանսպորտային այսպես ամփոփում իրականացվեց եւ 2017 թվականին շահագործման հանձնվեց Բաքու-Թբիլիսի կարճ երկաթուղին։ Այսինքն 3 կրիտիկական ենթակառուցվածքներ, որոնք իմ խորին համոզմամբ փոխլերացնում են միմյանց, ապահովելով Հարավային Կովկասի գործող տրանսպորտային եւ էներգատրանսպորտային կոնֆիգուրացիայի հետաքրքրությունը գլոբալ խաղացողների համար։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը 80-ականներից ի վեր հետաքրքիր է եղել նախ եւ առաջ մի առանցքային բանի հաշվին, դա խաղաղատոմի առկայությունն է, որը թեև թույլ չտվեց Հայաստանին կայանալ հայտնի իրողություններից ելնելով որպես կարևոր խաղացող տարածաշրջանի էներգետիկ շուկաներում, հանդես գալով որպես կայուն էլեկտրաէներգիա արտահանող երկիր, բայց միևնույն է, յուրաքանչյուր երկիր, որը ունի իր տարածքում ատոմային կայան, արդեն իսկ ամրագրում է իր կարևոր աշխարհաքաղաքական կարգավիճակը եւ կշիռը տվյալ տարածաշրջանում։ Եվ ամենևին էլ պատահական չէ, որ հենց հայկական ատոմակայանի շուրջ են այսօր ընթանում բավականին լուրջ մրցակցություն եւ աշխարհաքաղաքական եւ գեոտնտեսական բնույթի։ Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա եթե խոսենք այսպես տնտեսական կամ գեոտնտեսական ինքնության լեզվով, ապա թերևս կարևորագույն նշանակությունը, որ ունի այսօր Վրաստանը այս ռեգիոնալ կոնֆիգուրացիայի մեջ, ապա իհարկե դա ոչ թե ռեսուրսների առկայությունն է, թեև Վրաստանում եւս առկա են նավթի եւ գազի ռեսուրսներ, վերջերս էլ ամերիկյան կապիտալ այնտեղ մուտք գործեց, բայց դա թերևս խոսակցության այլ թեմա, այլ նախ եւ առաջ որպես տարանցման գոտի։ Եվ փաստացի 90-ականներից ի վեր Հարավային Կովկասը դարձավ մի աշխարհաքաղաքական տարածություն, որտեղ սկսեցին բախվել երկու մեգա ռազմավարություններ՝ գեոէներգետիկ եւ էներգատրանսպորտային ռազմավարությունները, դա հյուսիս-հարավն է եւ արևելք-արևմուտքը։ 90-ականների սկզբին դա տրասեկա հայտնի նախագիծն էր, որը հաճախ ընկալվում է զուտ որպես տրանսպորտային նախագիծ, մուլտիմոդալ տրանսպորտային նախագիծ, որը պետք է կապի Եվրոպան Ասիայի հետ Կովկասի միջոցով, բայց իրականում այն իր մեջ ընդգծված պարունակում է նաև էներգետիկ եւ գազատրանսպորտային եւ նավթատրանսպորտային ենթաբաղադրիչները։ Եվ մյուսը հյուսիս-հարավը, որը օրակարգ բերվեց 2000-ականների սկզբերին, առավելապես Ռուսաստանի, Իրանի եւ Հնդկաստանի նախաձեռնությամբ։ Եվ այս երկու մեգա ռազմավարությունների բախման ներքո է, որ մենք այսօր պետք է դիտարկենք Հարավային Կովկասում տեղի ունեցող էներգետիկ մրցակցությունը, տրանսպորտային մրցակցությունը, հաշվի առնելով այն
էներգետիկ ու էներգատրանսպորտային պրոֆիլները, որոնք բնութագրում են Հարավային Կովկասի 3 երկրներին, ոնց ես անդրադարձա՝ միջուկային էներգետիկա, տարանցում եւ ածխաջրածինների հսկայական պաշարներ։ Տեսեք, այսօր տպավորություն է, որ մեր տարածաշրջանում միմյանց են բախվում դեր նշած հյուսիս-հարավի եւ արևելք-արևմուտքի շրջանակում ռուսական եւ ամերիկյան եւ եվրոպական շահերը։ Եթե մենք աչքի ենք անցկացնում Եվրոպական միության հայտնի ծրագիրը, որ արդեն մի քանի տարվա կյանք ունի, EU Global Gateway-ը, եւ 2025 թվականի գարնանը կարծեմ Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրոպական միության խորհրդի համատեղ փաստաթուղթը, համատեղ հեղինակված փաստաթուղթ ուղղված Եվրոպական խորհրդանին, որտեղ խոսվում է Սերտովյան տարածաշրջանում նրանց հետաքրքրությունների մասին ռազմավարական, եթե սա համեմատում ենք նաեւ TRIP-ի հետ, այսինքն ակնհայտ է, որ այս տարածաշրջանում նաեւ ավանդական ռուսականից բացի կամ հյուսիս-հարավից բացի իրար են բախվում նաեւ արևմտյան շահերը, իդեմս եվրոպական եւ ամերիկյան։ Այս սրանք ինչ հնարավորություններ եւ ինչ խնդիրներ են լրացուցիչ ստեղծում տարածաշրջանի համար։ Տեսեք, վերադառնալով այդ վերոնշյալ մեգա տրանսպորտային ռազմավարությունների բախմանը։ Առաջինի, այսինքն Եվրոպա-Կովկաս-Ասիա կամ Արևելք-Արևմուտք ռազմավարության գլխավոր շահառուն է պայմանական կոլեկտիվ արևմուտքը, թե վերջին շրջանում ես աշխատում եմ խուսափել այդ սահմանումից, որովհետև ամենևին էլ կոլեկտիվ չի արևմուտքը, ինչպես մենք տեսնում ենք, բայց այնուամենայնիվ կան ինչ որ ընդհանուր համընկնող, այո, մեգա ռեգիոնալ շահեր, որոնք մեզ թույլ են տալիս առնվազն այս եզրույթն օգտագործելու։ Խոսքն ինչի մասին է։ Տեսեք, Եվրոպա-Կովկաս-Ասիա նախագծի շրջանակներում այսօր դինամիկորեն կյանքի է կոչվում միջին միջանցքը։ Եվ որպես միջին միջանցքի շատ կարևոր բաղադրիչ կամ դիվերսիֆիկացիոն ուղի դիտվում է հայտնի TRIP-ը, այսինքն Թրամփի ուղին, այո։ Վերջը հարց է առաջանում, եթե դիտարկում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների գեոտնտեսական շահերը Հարավային Կովկասում, ապա ինչու են դրանք կայանում։ Ի վերջո, ինչու է Միացյալ Նահանգների շահագրգռվածությունը Հարավային Կովկասում եւս մեկ լրացուցիչ արտերիա բացելով ապավել սեփական ներկայությունը։ Այո, մենք կարող ենք խոսել Ռուսաստանի եւ Իրանի զսպման ուղղված քայլերի մասին, մենք կարող ենք խոսել մեծ գեոռազմավարական պլանավորման մասին, բայց մենք առնվազն վերջին տարիներին բազմիցս համոզվել ենք, որ Վաշինգտոնի մի շարք արտաքին քաղաքական որոշումներում եւ նպատակադրումներում կամ դրանց հիմքում դրված էր առավելապես գեոտնտեսական բաղադրիչ։ Ուստի առաջարկում եմ տնտեսական տրամաբանության մեջ սա նայել։ Տեսեք, Եվրոպական միությունը այսօր ակտիվորեն դիվերսիֆիկացնում է սեփական էներգետիկ շուկան։ Եվ հատկապես 2022 թվականից ի վեր փորձում է ակտիվացնել սեփական էներգետիկ դիվանագիտությունը կենտրոնական Ասիայի ուղղությամբ։ Դիտել դիվերսիֆիկացնել նաև ոչ միայն Ռուսաստանից, այլև Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներից, անշուշտ։ Իսկ ինչու՞ է կայանում Ամերիկայի Միացյալ Նահանգների գեոէներգետիկ շահը։ Դեռևս Թրամփի նախագահ առաջին այդ ժամկետի ժամանակ կամ շրջանակներում հայտարարվեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է իրականացնեն մի էներգետիկ ռազմավարություն, որը սահմանվել էր որպես The Golden Age of American Energy Dominance, այսինքն ամերիկյան էներգետիկ դոմինանտության ոսկե դարաշրջան, որը մենք այնուհետև, այսինքն երկրորդ այս նախագահության տարիներին եւս տեսնում ենք շատ տարբեր ռեգիոններում։ Դրա հիմքում ընկած է մի պարզ մեխանիզմ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում արտադրված հեղուկացված գազի բավականին ագրեսիվ, այդ թվում նաև դեմփինգային, այո, միջոցներով արտաքին շուկաներ արտահանելը եւ որպես կենտրոնական սպառող այստեղ դիտարկվում է եվրոպական շուկան։ Եվրոպական շուկան եւ Եվրոպայի տարբեր դերակատարներ բազմիցս խոսել են այն մասին, որ Միացյալ Նահանգները ամենևին էլ դաշնակցային վարքագիծ չեն դրսևորում այս էներգետիկ փոխգործակցության մեջ, LNG-ն, այսինքն հեղուկացված գազը բավականին թանկ գնով վաճառելով եվրոպացիներին։ Հետևաբար անհրաժեշտ է դիվերսիֆիկացում, անհրաժեշտ է նոր լիցք հաղորդել հարավային գազային միջանցքին, վերադառնում ենք Եվրոպա-Կովկաս-Ասիա ռազմավարությանը, անհրաժեշտ է դինամիկորեն աշխատել կենտրոնական Ասիայի երկրների հետ, ինչու՞ չէ նաև հայտնի Անդրկասպյան գազամուղը կյանքի կոչելու նպատակով, որը ի դեպ եւս դիտվում է որպես մի կոմունիկացիա, որը կարող է անցնել TRIP-ով։ Հիմա Վաշինգտոնը գալով այս ռեգիոն եւ օրակարգ բերելով TRIP-ը, փաստացի փորձ է անում ամրապնդել սեփական դիրքերը Եվրոպա-Կովկաս-Ասիա այս մեգա ռազմավարության մեջ, ինչ որ իմաստով վերահսկողության տակ վերցնելով Եվրոպա-Ասիա փոխգործակցությունը
ելնելով կրկին սեփական գեոէներգետիկ շահերից, որը ես սահմանեցի, այսինքն գազի անդադար եւ կայուն մատակարարումն է եվրոպական շուկա։ Ռուսական գազից ազատեցին եվրոպական շուկան 27 թվականի, ուրեմն հունվարի 1-ից ամբողջությամբ եվրոպացիները դադարելու են ռուսական բնական գազ ներկրել, դրա դիմաց մենք տեսանք, թե ինչպես այդ վակուումը, էներգետիկ կամ գազային մասնավորապես վակուումը սկսեց լրացվել ամերիկյան գազի շնորհիվ։ Եվրոպացիները տեսնելով, որ LNG-ն բավականին թանկ է, այն ենթադրում է նոր ենթակառուցվածքների ձևավորում, գազիֆիկացիոն կայանների ստեղծում եւ այլն, եւ կապակցված են բազմաթիվ լոգիստիկ խնդիրների հետ, փորձում են գնալ ավելի շատ ավանդական, կոնվենցիոնալ գազատրանսպորտային փոխգործակցության ճանապարհով։ Հենց այստեղ է, որ եվրոպացիների համար շատ մեծ հետաքրքրություն է ներկայացնում Հարավային Կովկասը, որպես Եվրոպա-Կովկաս-Ասիա, այս ռազմավարության մեջ շատ կարևոր կապող օղակ։ Ես կարծում եմ, որ եթե ԵՄ Ամերիկայի Միացյալ Նահանգներ մրցակցությունը կամ բավականին խորը տնտեսական անտագոնիզմը, որը մենք տեսնում ենք այսօր, փորձենք տեղավորել հարավկովկասյան չափման մեջ, ապա խնդիրը հենց այս կետում է գտնվում։ 2025 թվականի դեկտեմբերի 3-ին, երբ որ ստորագրվեց Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության ռազմավարական օրակարգը, Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես եկավ ծավալուն հաղորդագրությամբ քննադատական բնույթի, որտեղ որ մի առանցքային կետ վերաբերում էր այդ ռազմավարական օրակարգում թրիփի բացակայությանը, թրիփի մասին հիշատակման բացակայությանը, ընդ որում այդ ռազմավարական օրակարգում հստակորեն անդրադարձ կար Հայաստանի լոգիստիկ նշանակության, էներգետիկ համագործակցության եւ այլնի վերաբերյալ սայլեք դիտարկում այդ համասկան այնքան ակնհայտ է, որ նույնիսկ փաստաթղթային մակարդակում երևում է այս բախումը։ Կարծում եմ առավել քան ակնհայտ է, որովհետև դեք ռեալ պոլիտիկի մակարդակում մենք տեսնում ենք, թե ինչպես եվրոպական դերակատարները, Միացյալ Նահանգների դերակատարները, Թուրքիան, Ադրբեջանը, Կենտրոնական Ասիայի առաջնորդները, ինչ վերաբերում է, այսպես ասեմ, եվրասիական նշանակության լոգիստիկ process-ներին, ապա բավականին բաց են եւ այդ արտիկուլյացիան իրականացվում է եւ հանրային մակարդակում եւ փաստաթղթային մակարդակում, այսինքն այստեղ բոլորը շատ հստակ արդեն սահմանել են սեփական կարմիր գծերը եւ սեփական հետաքրքրությունները եւ իդեպ վերջերս էլ օրեր առաջ ստորագրվեց Հայաստանի Հանրապետության եւ ԵՄ միջև հայտնի հռչակագիրը փոխգործակցության, որտեղ վերադառնալով նաեւ ձեր նախորդ հարցին բավական մեծ ուշադրություն էր դարձվում Global Gateway, այդ գլոբալ դարպասների նախաձեռնությանը։ Իսկ Global Gateway-ի գլխավոր նպատակներից մեկը հենց վերոնշյալ միջին միջանցքի իրականացումն է։ Ի վերջո, սա մի նախագիծ է Global Gateway, որը իր կապիտալիզացիայով հասնում է արդեն մինչև 300 միլիարդ եւ այնտեղ խոսքը գնում է համաեվրասիական կոմունիկացիաների վերաձևավորման մասին, կրկին որպես կրող կոնստրուկցիա դիտարկելով Եվրոպա-Կովկաս-Ասիան, որպես նախագիծ, որը շրջանցելու է Ռուսաստանի Դաշնության ենթակառուցվածքները։ Այստեղ առավել քան ակնհայտ է, որ Եվրոպական միությունը եւ դիվանագիտական, եւ բիզնես, եւ հանրային մակարդակներում շատ հստակ մրցակցության մեջ է մտել Հարավային Կովկասում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ եւ այն հակասությունները, որոնք մենք այսօր տեսնում ենք, թրիփի շուրջ դրա վառ-դրսևորումն է։ Դուք գուցե մի քիչ հիմա թեմայի շեղում, բայց կարևոր է ձեր կարծիքը այս համատեքստում, քանի որ խոսեցին Global Gateway-ի մասին, քանի որ Global Gateway ճիշտ է առանձնահատուկ դրսևորումներից մեկը Հարավային Կովկասում է, բայց դա շատ խոշոր մի ծրագիր է, որն ըստ էության ձեռնոց է նետում ամերիկյան դոմինանտության առհասարակ Եվրոպայի շրջակայքում։ Այս համատեքստում ինչ է ձեր կարծիքը, Հայաստանը կարող է հավասարակշռել, այսինքն հյուսիս-հարավ Եվրոպայից Global Gateway, Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից թրիփը, ընդ որում մենք տեսնում ենք, որ մենք աշխարհակղական շատ ավելի լայն բախման կարծես թե կիսակետերից մեկում ենք հայտնվում։ Իսկապես բախվում են 3 հիմնական աշխարհակղական կենտրոնների շահերը՝ Եվրոպական միություն, Միացյալ Նահանգները, Ռուսաստանի Դաշնություն, որքանով Հայաստանը կարող է հավասարակշռել։ Գիտեք, եթե տեղի ունենար իսկապես Հարավային Կովկասում տրանսպորտային լոգիստիկ կապերի տնտեսական հաղորդակցությունների ամբողջական վերաբացում, ապա նույն թրիփը
մենք չենք դիտարկի գուցե որպես նախագիծ, որ իր մեջ նաև որոշակի ռիսկեր է պարունակում, այո, նույն Հայաստանի Հանրապետության մեջ մենք դիտարկում ենք այս խնդիրը նաև ազգային անվտանգության, ոչ նաև տարածքային ամբողջականության համատեքստում եւ այլն, չէ, սուվերենության համատեքստում նաև։ Բայց եթե խոսքը գնար ամբողջական ապաշրջապակման մասին, եթե այս ամենի զուգընթաց թրիփի շուրջ այս տեղի ունեցող զարգացումներին զուգընթաց իրապես օրակարգ բերվեր գետնի վրա, Կարս Գյումրի երկաթուղու բացումը, այլ ոչ թե մենք տեսնենք այն գործընթացները, որոնք այսօր են տեղի ունենում, այո, Կարս Իգդիր Նախիջևան, Դիլուջու այդ ուղղությամբ երկաթուղ է իրականացվում, որի նպատակն է հենց միանալ այսպես կոչված թրիփին, որի պարագայում եթե անգամ Կարս Գյումրին բացվի, ապա այն դառնում է զուտ լոկալ նշանակության ենթակառուցվածք եւ Հայաստանի տրանզիտային նշանակությունը այդտեղ էապես նվազում է։ Եթե սրան զուգահեռ, օրինակ, իրապես գետնի վրա աշխատանքներ տարվեին Իջևան-Ղազախ երկաթուղու վերաբացման ուղղությամբ, եթե նմանատիպ քաղաքականություն իրականացվեր նաև գազատրանսպորտային, էներգատրանսպորտային հաղորդակցությունների շրջանակներում, եթե ի վերջո մենք տեսնենք, որ Հայաստանի Հանրապետությունը իրապես ձգտում է գոնե հավասարակշռված քաղաքականություն իրականացնել արևելք-արևմուտք եւ հյուսիս-հարավ այդ մեգա ռազմավարությունների միջև, ապա գուցե այո Հայաստանը կարող էր հանդես գալ որպես շատ հետաքրքիր կապող օղակ եւ տրանսպորտային հաբ։ Բայց մենք այսօր տեսնում ենք, որ իրականացում է խիստ ֆրագմենտար քաղաքականություն, երբ ընդհանրապես թրիփը փորձում է ներկայացվել որպես Հարավային Կովկասի ապաշրջապակման ուղղված շատ կարևոր քայլ։ Ես կարծում եմ, որ ապաշրջապակումը դա մի գործընթաց է, այո, այն երկարատև է, այո, այն բարդ է, այն կապակցված է բազմաթիվ ներքին եւ արտաքին խաղացողների շահերի հետ, բայց միևնույն է, մենք պետք է ռեգիոնալ մակարդակում ունենանք որոշակի կոմպրոմիս, առ այն, որ տարածաշրջանային հաղորդակցությունների վերաբացումը, վերահաստատումը բխում է բոլոր խաղացողների շահերից, քանի դեռ մենք դա չունենք եւ ամբողջությամբ ուշադրությունը կենտրոնացնում ենք ընդամենը մի փոքր արտերիայի վրա, բնականաբար որևէ հավասարակշռման քաղաքականության մասին խոսք լինել չի կարող։ Ես ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ հետևելով այն քաղաքականությանը, որ իրականացվում է Երևանի կողմից, հատկապես 20 թվականից ի վեր, դատելով եւ հանրային խոսույթից եւ նաեւ այն փաստաթղթերից, որոնք ընդունվում են ռազմավարական փաստաթղթերից, իհարկե այսօր Երևանի այսպես ավելի ռազմավարական առաջնահերթությունների դաշտում է գտնվում արևելք-արևմուտքը, քան հյուսիս-հարավ եւ մենք դա տեսնում ենք նաեւ առանձին նախաձեռնությունների մակարդակում։ Իսկ ինչ արևելք-արևմուտքը, դա միջին միջանցք է, ինչ է միջին միջանցքը Հայաստանի Հանրապետության պարագայում դա վերոնշյալ թրիփն է։ Բայց մենք կարող ենք ակնկալել, որ վերոնշյալ թրիփն է, կարող ենք ակնկալել, որ Եվրոպական միությունը այստեղ գնալով ավելի ագրեսիվ կդառնա, որտեղ ըստ էության Global Gateway-ի նպատակներից մեկը աշխարհաքաղաքական Եվրոպական միությունը աշխարհաքաղաքական կենտրոնից աշխարհաքաղաքական բևեռի վերածելն է։ Եվ եթե մենք տեսնում ենք վերջին զարգացումներ, օրինակ նաև Կանադայի վարչապետի կողմից առաջնորդվող այս տեսությունը, որ հարևանացիորեն կարող ենք ձևակերպել որպես միջին ուժերի աշխարհակարգ, կարծես թե Եվրոպական միությունը բավական հեռահար նպատակներ ունի դառնալու այդ միջին ուժերի աշխարհակարգի կերտողներից մեկը, որը այս Global Gateway ծրագրով իրեն պիտի դարձնի աշխարհաքաղաքական բևեռ, ոչ միայն ուժային կենտրոն, այլ նաև բևեռ։ Այս համատեքստում կարող ենք Եվրոպական միության քաղաքական վարկի ավելի ագրեսիվ դրսևորումներ տեսնել։ Ինչու պետք է դրսևորվի այդ ագրեսիվությունը։ Եթե մենք խոսում ենք մի հնարավոր սցենարի մասին, որի ներքո Եվրոպական միությունը կփորձի այստեղ այլընտրանքային ուղիներ ձևավորել, ավելի շատ, այո, բերելով Հարավային Կովկաս եւ Հայաստանը մասնավորապես սեփական գեոքաղաքական շահերի ներքո, ապա սրա հավանականությունը ես շատ ցածր եմ գնահատում հաշվի առնելով պարզապես աշխարհագրական իրողությունները։ Դրա համար Եվրոպական միությունը առնվազն պետք է շատ դինամիկորեն աշխատի Թուրքիայի հետ, պետք է Թուրքիային առնվազն բերի ամբողջությամբ տեղավորի սեփական այդ, այո, middle, այդ միջին պետության կամ միջին աշխարհաքաղաքական կենտրոնի ռազմավարության մեջ, որպիսի դրա իրականություն, որպիսի այդ մոտեցումը իրականություն դառնա։ Ես համոզված եմ գրեթե, որ Global Gateway-ի հավուր պատշաճի իրականացումը գրեթե անհնար է առանց Թուրքիայի լիարժեք ինտեգրման այդ նախագծի։ Ի վերջո, ինչի դա կարող է հանգեցնել Global Gateway-ը։ Այո, կլինեն ինստիտուցիոնալ ռեֆորմներ։ Այո, կլինեն որոշակի վերադասավորումներ ներքին շուկայում, ինչպես օրինակ Վրաստանում դա տեղի ունեցավ։
Այո, եւ վերջերս էլ պաշտոնական Թբիլիսին հայտարարեց այդ ռեֆորմների հերթական փուլի մեկնարկի մասին։ Այսինքն ինստիտուցիոնալ որոշակի արդյունքներ մենք անշուշտ կունենանք, բայց խոսել այն մասին, որ գետնի վրա Եվրոպական միությունը այստեղ կիրականացնի այնպիսի տրանսպորտային նախագծեր, որոնք կամրապնդեն Եվրոպական միության դերակատարումը եւ կշիռը հարավային Կովկասում որպես առանցքային խաղացող, ես կարծում առնվազն աշխարհագրական իրավիճակը եւ աշխարհագրական կոնյունկտուրան հաշվի առնելով դրա հնարավորությունը չկա։ Երկրորդ, Եվրոպական միությունը այսօր բավականին ինտենսիվորեն աշխատում է Ադրբեջանի հետ։ Եվ այստեղ խոսքը գնում է ոչ միայն պարզապես Ադրբեջանից բնական գազին կամ նավթի ներկայացման։ Այո, իհարկե։ Թեև 2027 թվականից ի վեր խոսք գնում է կրկնապատկելու մասին, բայց անգամ այդ պարագայում, եթե պատակարումները հասնեն 20 միլիարդի, հենց այս թիվն է, որ սահմանված է, միևնույն է, սա էական ինչ-որ փոխակերպումներ չի մտցնելու եվրոպական էներգետիկ համակարգում։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է Ադրբեջանը բավականին ակտիվ աշխատում այսօր եվրոպական տարբեր շուկաներում եւ վերջ օրերս էլ Ջորջո Մելոնին Իտալիայի վարչապետ այցելելով Բաքու հերթական անգամ հաստատեց այն, որ փաստացի հարավային Կովկասում Եվրոպական միության առանցքային գործընկերը հենց Ադրբեջանն է եւ ստորագրեցին բազմաթիվ պայմանագրեր, ոչ միայն հուշագրեր, այլ պայմանագրեր, ուղղված նաեւ ադրբեջանական ներդրումների իրականացմանը իտալական տնտեսության մեջ խոսքը գնում է շուրջ 3 միլիարդ դոլար ներդրում իրականացնելու մասին։ Այսինքն խոսքը գնում է ոչ թե միակողմանի, այլ երկկողմանի լիարժեք գեոտնտեսական փոխգործակցության մասին։ Քանի դեռ Հայաստան-Ադրբեջան խնդիրները լուծված չեն, քանի դեռ դրանք գտնվում են այսպես բավականին զգայուն եւ բավականին մեծ էսկալացիոն պոտենցիալ ունեցող կետում, ես չեմ կարծում, որ Եվրոպական միությունը կունենա այն քաղաքական կամքը եւ ավելին այն քաղաքական իրական ռեսուրսը, որը թույլ կտա ձևավորել այստեղ նոր էներգատրանսպորտային ճարտարապետություն, որով նա հանդես կգա որպես լիարժեք եւ կենտրոնական դերակատար։ Շահերը այստեղ առավել քան բախվում են եւ ես կարծում եմ, որ հաշվի առնելով նույն Ամերիկայի Միացյալ Նահանգների բավականին պրոակտիվ կեցվածքը հարավային Կովկասում, այն քաղաքականությունը, որը դուք պայմանականորեն ագրեսիվ անվանեցինք, դրա իրականացման համար ռեսուրսը բավականին սահմանափակ է։ Եվ այստեղ Եվրոպական միությունը մի տարբերակ գտել է Սևծովյան մալուխը։ Տեսեք, թվում է թե այո, թվում է թե սա մի նախագիծ է, որը ուղղված է Եվրոպական միություն, հարավային Կովկաս, այդ էներգատրանսպորտային փոխկապակցվածությունը ել ավելի խորացնելուն։ Առաջին հայացքից դա այդպես է եւ ամիսներ առաջ էլ այդ մալուխը հայտարարվեց եւ սահմանվեց Եվրոպական միության կողմից որպես առաջնահերթություն, որպես ռազմավարական առաջնահերթություն։ Բայց մյուս կողմից մենք պետք է հասկանանք այդ նախագծի իրական տրամաբանությունը եւ ներքին կոնստրուկցիան։ Կարծեմ դեռ feasibility study, այսինքն տեխնիկատնտեսական հետազոտության, այո, եւ մշակման փուլում է, խոսքը գնում է ինչի մասին, Ադրբեջանից, ինչպես իրենք են հայտարարում, կանաչ էլեկտրաէներգիայի արտահանում Վրաստանի տարածքով, փոթիով, Սևծովի հատակով, ընդհանուր մինչև Բուլղարիա, Հունգարիա եւ ուրեմն Ադրբեջանը ինքը էլեկտրական խնդիրներ։ Տեսեք, Ադրբեջանը մասամբ կարողացավ լրացնել այն էլեկտրաէներգետիկ բացը, որ ուներ մինչև 2020 թվական, ստանալով Արցախը։ Կան բազմաթիվ հետազոտություններ, այդ թվում նաև իմ կողմից իրականացված, որոնցում շատ հստակ գնահատվում է Արցախի էներգետիկ պոտենցիալը, ոչ միայն արդեն յուրացված պոտենցիալը, այլ պոտենցիալը, որը դեռևս տարբեր գեներացիոն նախագծերի շրջանակներում պետք է օգտագործվի եւ Ադրբեջանը այսօր նույն իդեպ Իտալիայի վարչապետի հետ բանակցությունների ժամանակ քննարկում է Արցախում իտալական ներդրումների իրականացման մասին եւ այլն։ Բայց մեծ հաշվով այո, Ադրբեջանը երբեք հանդես չի եկել որպես էլեկտրաէներգիա կայուն արտահանող երկիր։ Ինչու՞, որովհետեւ չունի այն գեներացիոն հզորությունները, որոնք թույլ կտան իրենք ապահովել այդ կարգավիճակը։ Եվ սա է պատճառը, որ ընդհանրապես վերջերս մոտ 1 ամիս առաջ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Շաբազովը հայտարարեց, որ Ադրբեջանում պատրաստվում են բավականին լուրջ քննարկումներ եւ հետազոտություններ իրականացնել Ադրբեջանում առաջին ատոմակայանի կառուցման վերաբերել, ընդ որում խոսքը գնում է մեծ հզորության ատոմակայանի մասին։ Հաշվի առնելով, որ նույն Եվրոպական միության տաքսոնոմիայի մասին օրենքի շրջանակներում միջուկային էներգետիկան սահմանված է որպես կանաչ
եւ էներգետիկ անցումն ապահովող աղբյուր, առավել քան պարզ է դառնում, թե ինչի նկատի ունի Բաքուն, երբ ասում է, որ այդ Անդեր Սևծովյան մալուխով պատրաստվում է կանաչ էլեկտրաէներգիա արտահանել եվրոպական շուկա։ Մեծ հաշվով դա մի նախագիծ է, մալուխի մասին եմ խոսում, որը ես կգնահատեի որպես ադրբեջանական էներգետիկ լոբիզմի շատ կարևոր արդյունք Եվրոպայում իրականացվող։ Դա ինչ կարող է տալ Հայաստանին։ Հայաստանին ուղիղ ոչինչ չի կարող տալ, ճիշտ է, վերոնշյալ ԵՄ Հայաստանի Հանրապետության միջև այդ դեկլարացիայում խոսվում է այն մասին, որ Հայաստանը կարող է միանալ Վրաստանի էլեկտրաէներգետիկ համակարգով այդ մալուխին եւ էլեկտրաէներգիայի արտահանում իրականացնել, դե այսպես դեկլարատիվ մակարդակով դա բավականին հետաքրքիր է։ Ինչու՞մ իդեպ ասեմ, որ դա առաջին անգամ չէր, որ խոսվում էր Հայաստանի նման հնարավորությունների մասին, դեռևս 21-22 թվականներին անգամ Ալիևն էր խոսում, որ նման հնարավորություն կա։ Բայց երբ մենք հարցը դիտարկում ենք շատ պրակտիկորեն, ապա տեսնում ենք հետևյալ իրավիճակը։ Առաջին, որովհետեւ Հայաստանը կարողանա միանա այդ մալուխին, Հայաստանում անհրաժեշտ է ապահովել կայուն էլեկտրաէներգիա գեներացիա։ Ինչ կարող անի մեն ատոմակայանը։ Առավելապես ատոմակայանը, այո, որը այսօր հայտնվել է, ինչպես տեսնում ենք, բավական մեծ հարցականի տակ, որի ապագան հայտնվել է մեծ հարցականի տակ։ Սա կարող ենք քննարկել առանց։ Եվ երկրորդը ներողություն եւ երկրորդ խոչընդոտը դա այնուամենայնիվ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև առկա խնդիրներն են, հարաբերությունների չկարգավորված լինելն է, որի պարագայում ես դժվար եմ պարզապես պատկերացնում, թե ինչպես Ադրբեջանը կարող է ապահովել Հայաստանի ոչ դիսկրիմինացիոն մուտքը այդ նախագծի մեջ։ Ամեն դեպքում, եթե անգամ Հայաստանը ինչ որ պարագայում, օրինակ ԵՄ միջնորդությամբ կարողանա ինչ որ դերակատարում ստանձնել այդ մատակարարումների մեջ, ապա դա չի լինելու հավասար եւ լիիրավ փոխգործակցություն։ Պարզապես կարող է տեխնիկական ինչ որ միջանցք բացվել Հայաստանի համար էլեկտրաէներգիայի ինչ որ ծավալներ երրորդ շուկա մատակարարելու համար, բայց սա չի նշանակելու, որ Հայաստանը դառնում է լիարժեք արտահանող էլեկտրաէներգիա արտահանող խաղացող եվրոպական շուկայում։ Այսինքն այս մալուխի ճակատագիրը էապես հարցակային տակ է, քանի որ Ադրբեջանը այդ մալուխին կարող է միանալ երբ որ ունենա ատոմակայան, կամ իմաստ կունենա միանալ երբ որ կունենա ատոմակայան, Հայաստանը կարող է միանալ երբ որ արդեն նոր ատոմակայան կունենա կամ արդեն ներքին պաշարներ առավելագույնի կհասցվեն օգտագործել, բայց մենք գիտենք, կարծեմ Հայաստանի ատոմակայանը վերջերս իջեցվել է նույնիսկ շահագործման թույլատրելի նվազագույն սահման է, այո։ Ինչու՞, որովհետև բում է ապրում արևային էներգետիկա, բայց որ տեղյակ է էներգետիկ համակարգից։ Դա խնդիր է, չէ՞, էներգոհամակարգի համար։ Այո, անշուշտ կա դրվածքային հզորությունների օգտագործման կոեֆիցիենտ AEC-ի դեպքում կամ JEC-ի դեպքում գազատուրբինային, այն հասնում է 90-93%-ի, արևայինների դեպքում այնտեղ մենք կարող ենք խոսել մաքսիմում մինչև 45% օգտակար գործողության գործակցի մասին։ Այնպես որ դրվածքային հզորություններով, այսպես ասեմ, որպեսզի ավելի պարզ լինի, հա, պրոյեկտային հզորություններով արևային կայանները ամբողջությամբ որպես համալիր կարող են 2 անգամ 3 անգամ գերազանցել մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը, ինչպես հայտարարվում է, ճիշտ է, բայց եթե մենք խոսում ենք կայուն գեներացիայի մասին, եթե պարզ ասած, եթե մենք խոսում ենք էլեկտրաէներգիա արտադրության եւ մատակարարման որակի մասին, ապա որևէ մրցակցության մասին այստեղ խոսք լինել չի կարող ատոմակայանի եւ արևային կայանների միջեւ։ Վերադառնալով մալուխին, այո, իհարկե Ադրբեջանին անհրաժեշտ են գեներացիոն հզորություններ, որպիսի հավուր պատշաճի իրականացնի էլեկտրաէներգիայի արտահանումը։ Ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով արագ նրանք այդ ռազմավարական որոշումը կկայացնեն եւ կսկսեն նման նախագծի իրականացումը, ատոմակայանի նախագծի իրականացումը, ով կկառուցի, դե գիտենք, որ կան որոշակի, եթե չասեմ բանակցություններ, բայց քննարկումներ ռուսական կողմի հետ, Ռոսատոմի հետ, ընդ որում 2019 թվականից արդեն այս քննարկումները սկսվել էին, բայց մեծ հաշվով, հաշվի առնելով այն, որ ադրբեջանական տնտեսությունը այսօր դրսևորում է բավականին կայուն աճ, այսինքն ներսում եւս առկա է բավականին մեծ պահանջարկ 1։ Երկրորդ, այո, գազատուրբինային գեներացիան այնտեղ կարող է զարգանալ, որովհետեւ Ադրբեջանը գազատար երկիր է, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, որ առնվազն հիմնվելով պաշտոնական վիճակագրության վրա, որ գազի արդյունահանման ծավալները գնալով նվազում են, ինչը պայմանավորված է Կասպի էկոլոգիական խնդիրներով եւ բազմաթիվ այլ հանգամանքներով։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է British Petroleum ընկերությունը գնալով վերանայում սեփական ռազմավարությունը
Ադրբեջանում եւ արդեն սկսում է իր մասնաբաժիններից, այսպես հա, առանձին հատվածներ, այսպես ասեմ, հա, առանձին ենթակառուցվածքներ վաճառել երրորդ կողմերին եւ այլն։ Սա իհարկե խոսում է այն մասին, որ Ադրբեջանի ածխաջրածնային սեգմենտում ոչ այնքան կայուն իրավիճակ է։ Նույնը մենք տեսնում ենք նաեւ նավթային ոլորտում։ Վերջին 5 տարվա ընթացքում շուրջ 25%-ով նվազել է Ադրբեջանում նավթի արդյունահանումը, հետևաբար նաև արտահանումը։ Բայց դրան զուգահեռ Ադրբեջանը ունի բավական էֆեկտիվ աշխատող էներգետիկ լոբիստական համակարգ, ունի շատ լավ աշխատող էներգետիկ դիվանագիտություն, եւ սա թույլ է տալիս նրան էապես ազդելու եւ եվրոպական եւ ինչ որ առումով նաեւ միջազգային էներգետիկ եւ էներգոտրանսպորտային օրակարգի վրա։ Կարող ենք պնդել, որ Ադրբեջանը պատրաստվում է գոնե տեսանելի ապագայում էներգետիկ քաղաքականության փոխակերպման, այսինքն ավանդական իր համար ուժեղ ոլորտներից, ածխաջրածնային էներգիայից անցում դեպի էլեկտրաէներգիա, եւ այստեղ եթե այս պնդումը փորձենք համադրել այն հանգամանքի հետ, այն տենդենսի հետ, որ նկատում մեր տարածաշրջանի վրա կենտրոնացում նաեւ արհեստական ինտելեկտի շրջանակում, այսինքն չիպերի արտադրություն, որտեղ որ պետք է որակյալ եւ կայուն էլեկտրաէներգիա, որը չի կարող ապահովել վերականգնող էլեկտրաէներգիայով։ Կարող ենք այսպիսի փոխակերպման մասին կանխատեսում իրականացնել։ Ադրբեջանում փոխակերպում արդեն սկսվել է, ես դրա մասին արդեն ասացի, անդրադառնալով վերոնշյալ ռազմավարության, էներգետիկ ռազմավարությանը, հայտարարվում է Բաքվի կողմից, որ 2040 թվականին Ադրբեջանում արտադրվող էլեկտրաէներգիայի շուրջ 50%-ը լինելու է կանաչ։ Այստեղ իհարկե չի հստակեցում այդ կանաչ գեներացիա, վերականգնողը թե ատոմակայանը, ի վերջո հիդրոէներգետիկան եւս սահմանվում է որպես կանաչ գեներացիա։ Ինչ նրանք նկատի ունեն, այստեղ դեռևս փակ է այս հարցը, բայց հաշվի առնելով վերոնշյալ հայտարարությունը ատոմակայանի կառուցման մասով, ես կարծում եմ, որ ինչ որ իմաստով ռազմավարական որոշում ունեն, խնդիրը պարզապես ավելի շատ արտաքին գործընկերոջ ընտրության մեջ է եւ այդ ռազմավարական պլանավորման, այո, որը փուլում այսօր գտնվում է Ադրբեջանը այս ուղղությամբ։ Ինչ վերաբերում է արհեստական բանականությանը, տեսեք, սա մի սեգմենտ է, որը բավական լուրջ, չասեմ ռիսկեր, բայց մարտահրավերներ է ձևավորում առհասարակ գլոբալ էներգետիկ համակարգի համար, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության։ Մենք գիտենք, որ Հայաստանում այսօր փորձում են իրականացնել մի նախագիծ Nvidia ընկերության կողմից, շուրջ խոսքը գնում է 500 միլիոն դոլար ներդրումների մասին, եւ վերջերս էլ այդ կոնֆերանսներից մեկի ժամանակ Nvidia-ի փոխնախագահ հայտարարեց, որ եթե այդ նախագիծը կյանքի կոչվի, ապա հաշվի առնելով այդ ուրեմն ենթակառուցվածքի հզորությունները, Հայաստանը անգամ կարող է հայտնվել աշխարհի առաջատար հնգյակում արհեստական բանականության այդ ֆաբրիկաների ենթակառուցվածքային հզորությունների չափանիշներով։ Ինչ է սա նշանակում։ Առաջին հայացքից դա շատ լավ է եւ սա կարող է դարձնել Հայաստանը տարածաշրջանը որպես կարևոր դիջիտալ կենտրոն, արհեստական բանականության շատ կարևոր կենտրոն եւ տարածաշրջան ասելով ես եղի նկատի չունեմ այն հարավային Կովկասը, ի նկատի ունեմ տարածաշրջան մակրո ռեգիոնալ կտրվածքով։ Բայց մյուս կողմից, երբ նմանատիպ նախագծեր են իրականացվում, իհարկե պետք է ապահովի նաեւ նրա էներգետիկ չափումը։ Եվ հեռու գնալ պետք չէ զուգահեռ անցկացնել պարզապես Վրաստանի հետ, որտեղ ճիշտ է ոչ այդքան մեծ ծավալներով, բայց այնուամենայնիվ արհեստական բանականության այդ հզորությունները գործում են, դրան գումարած նաև այդ կրիպտո առույթների մայնինգներ, այդ ցանցերը եւս բավականին մեծ բեռ են ապահովում էլեկտրաէներգետիկ համակարգի համար։ Համակարգում ձևավորվել է բավական լուրջ պակասորդ եւ որպես դրա վերջնական արդյունք կամ հետևանք դա այս թվականի ապրիլի 1-ից Վրաստանում ընդհանուր ամբողջ բոլոր սպառողների համար սակագների աճն է ընդհանուր մինչև 30%։ Այսինքն սա այն սցենարն է, խիստ իրատեսական սցենար, որ մենք եւս պետք է հաշվի առնենք։ Եվ հատկապես պետք է հաշվի առնենք հաշվի առնելով կամ ի նկատի ունենալով այն զարգացումները, որոնք այսօր տեղի ունենում հայկական ատոմային էլեկտրակայանի շուրջ, այսինքն երբ խոսքը գնում է ատոմակայանի հզորությունները այլ հզորություններով փոխարինելու մասին, ինչի մասին ի դեպ խոսվում է նաև կրկին վերադառնանք այդ հայ-եվրոպական Հայաստանի Հանրապետություն եւ ԵՄ դեկլարացիային, որտեղ եւս խոսվում է ատոմակայանը մինչեւ 40 թվական այո շահագործումից դուրս բերելու մասին, բայց չի առաջարկվում որևէ նոր հզորություն, չի հստակեցվում թե այդ հսկայական բացը ինչով է լրացվելու։
Հիմա երբ Հայաստանում խոսում են այդ հզորությունների փոխարինման մասին, կարելի է խոսում են այն մասին, որ մեծամորի երկրորդ բլոկի փոխարեն կկառուցվի մոդուլային, այսինքն փոքր հզորության կայան, ապա մենք պետք է պատրաստ լինենք նրան, որ թե առաջինի, թե երկրորդի դեպքում մենք բախվելու ենք էլեկտրոէներգետիկ պակասորթի խնդիրներին։ Իսկ ի՞նչ է էլեկտրոէներգետիկ պակասորթը, դա ինչպես ցույց է տալիս վրացական փորձը, դա բավականին լուրջ, ուրեմն սակագնային աճ է, հետևաբար սոցիալական, տնտեսական հետևանքներով։ Եվ երկրորդը իհարկե դա էապես սահմանափակելու է Հայաստանից էլեկտրոէներգիայի արտահանումը։ Մենք մեր այսօրվա զրույցը սկսեցինք հյուսիս-հարավ ռազմավարությունից, այդ ռազմավարության ներքո իրականացվում է հյուսիս-հարավ էլեկտրոէներգետիկ միջանցքի մեգապրոյեկտը Իրան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, որի ներքո եթե Հայաստանը չունենա անհրաժեշտ հզորություններ, ապա պարզապես հանդես է գալու որպես կապող օղակ, այլ ոչ թե որպես էլեկտրոէներգիա մատակարարող ակտոր։ Իսկ Nvidia-ի գործարանը դեռևս այսինքն տեխնիկատնտեսական հետազոտման փուլում է, դեռ մեր կառուցված չի, մեր էներգոհամակարգին միացված չի։ Եվ այս շրջանակում մենք ունենք, որ պետական օպերատորը ըստ էության կաշկանդում է, չէ՞, ներկայումս մեր էլեկտրոէներգիայի հզորությունը, այսինքն ամբողջ ծավալով մեր էլեկտրոէներգիական համակարգը հոսանք չի արտադրում։ Ի՞նչն է սրա պատճառը։ Արտահանման կարողությունները թույլ չեն տալիս, որ մենք ներսում այն պոտենցիալը, որ ունենք, օգտագործենք։ Այստեղ 5-րդ էներգաբլոկը կարծեմ կանգնած է, չէ՞, եւ այլ հզորություն։ Այո, այստեղ խնդիրների համալիր է իրականում հերթով փորձում անդրադառնալ։ Ուրեմն առաջինը մեծ հաշվով Հայաստանն ունի ավելցուկային դրվածքային հզորություններ։ Այո, եւ հենց այդպիսին է նախագծվել ի սկզբանե Հայաստանի էներգետիկ համակարգը դեռևս խորհրդային տարիներին։ Բայց այդ ավելցուկային մոդելի հիմքում դրված էր մի կարևոր նպատակ՝ կայուն արտահանում։ Խորհրդային տարիներին 80-ական թվականներին, երբ շահգործման հանձնվեց Մեծամորի այգը, խոսվում էր դեպի Իրան, ընդհուպ մինչև Մերձավոր Արևելքի այլ երկրներ, Սիրիա եւ Իրաք էլեկտրոէներգիա արտահանելու վերաբերյալ։ Պարզ է, որ 90-ականներից ի վեր այդ ռազմավարությունը չէր կարող կյանքի կոչվել, բայց դրվածքային հզորությունները ավելցուկային մնացին։ Դրան զուգահեռ մենք ունենք գնալով սեղմվող եւ փոքրացող տնտեսություն, տեսեք, ես չեմ խոսում այստեղ այն քանակական ցուցանիշների մասին, որոնք հայտարարվում են այսօր, տնտեսական ակտիվության եւ այլն, չէ՞, որտեղ կարող է հակասություն լինել։ Խնդիրը նրանում է, որ երբ դու չունես արդյունաբերական հենքի վրա ձևավորված տնտեսություն, երբ որ քո տնտեսությունը առավելապես խարսխված է առևտրի եւ ծառայությունների վրա, իսկ հենց այդպեսին է այսօր Հայաստանի Հանրապետության տնտեսությունը, օգտագործելու այդ ամբողջ դրվածքային հզորությունները պարզապես անիմաստ է եւ չի տեղավորվում որևէ ոչ տնտեսական, ոչ որևէ այլ տրամաբանության մեջ։ Ինչպես արտահանման ծավալների մեջ, սա հարցի մյուս կողմն է, որին ես արդեն ուզում եմ գալ։ Տեսեք, արտահանում ապահովելու համար մեզ անհրաժեշտ են ենթակառուցվածքներ։ Մենք ունենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ բարձրավոլտ օդային գիծ, որի հզորությունը, եթե չեմ սխալվում, հասնում է մոտ 400 մեգավատի։ Հիմա կյանքի է կոչվում երրորդ, ուրեմն օդային գծի ուրեմն պրոյեկտային աշխատանքները, կառուցման աշխատանքները ավելի շուտ իրանական կողմի համաձայն դրանք պատրաստ են արդեն շուրջ 87%-ով, եւ սա կարող է թույլ տալ Հայաստանից դեպի Իրան էլեկտրոէներգիա արտահանել ուրեմն 3 անգամ ավել ծավալներ, հասցվելով այդ հզորությունը մինչև 1200 մեգավատի։ Դրա հետ մեկտեղ մենք չունենք դեռևս այն անհրաժեշտ ենթակառուցվածքային լուծումը, որը կարող է թույլ տալ մեզ էապես ավելացնելու արտահանումը դեպի Վրաստան, դրա համար զուտ սեզոնային բնույթ է կրում Հայաստանից Վրաստան էլեկտրոէներգիա արտահանումը, ընդ որում Վրաստանում առկա է բավականին մեծ պահանջարկ։ Նախատեսվում է, որ ուրեմն Վրաստանում առաջիկա տարիներին կյանքի են կոչվելու մի շարք արդյունաբերական հզորություններ, սա իր հերթին ենթադրելու է էլեկտրոէներգիայի պահանջարկի բավականին կտրուկ աճ, եթե կոնկրետ թվերով խոսենք, մինչև 23 միլիարդ կիլովատ-ժամ գնահատվում է Վրաստանի կառավարության կողմից պահանջարկը, մինչև 2030 թվական Վրաստանը այսօր արտադրում է 14 միլիարդ ընդամենը։ Այսինքն արկա է բավականին մեծ շուկա, որտեղ Հայաստանը կարող է որոշակի դիրքեր ապահովել։ Բայց այդ երկու ուղղություններով էլ արկա է բավական լուրջ մրցակցություն։ Մրցակցություն երրորդ երկրների կողմից, որովհետև մենք տեսնում ենք, թե ինչպես Իրանում, օրինակ, հետզհետե ավելացնում է էլեկտրոէներգիայի մատակարարումը, նույն Թուրքմենստանը, գնալով փորձում է դիրքավորվել Ադրբեջանը, որը մատակարարման ծավալներով արդեն մոտենում է Հայաստանից ապահովող մատակարարման ծավալներին։
Էլ չեմ խոսում վերացական շուկայի մասին, որտեղ կա Թուրքիա, որտեղ կա Ադրբեջան եւ որտեղ կա իդեպ Ռուսաստանի Դաշնություն, որը առաջին տեղն է զբաղեցնում էլեկտրաէներգիայի մատակարարումների մասով վերացական շուկայում։ Այսինքն մրցակցային դաշտը բավականին բարդ է այստեղ եւ Հայաստանին անհրաժեշտ է էներգետիկ դոկտրին, ոչ թե ռազմավարական ծրագիր, որ այսօր կա միջև 40 թվական, այլ հենց էներգետիկ դոկտրին, որը կներառի նաև մեր արտաքին առաջնահերթությունները եւ կսահմանի էներգետիկ եւ էներգատրանսպորտային դիվանագիտության հիմնական ուղենիշները։ Տեսեք, ո՞նց է, այս պայմաններում, երբ որ տարածաշրջանային երկրները սեփական ռեսուրսները բավարարելու խնդիր ունեն, Հայաստանը ակնհայտորեն խնդիրներ կունենա, եթե արհեստական ինտելեկտի ֆաբրիկաները այսպես սկսեն գործարկվել։ Այս պայմաններում խոշոր եւ զարգացած Եվրոպան, որը ունի հսկայական ռեսուրսներ, այս մալուխի ծրագրով ինչ է, այսինքն նպատակը վստահաբար միայն էլեկտրաէներգիայի հոսքը ապահովելը չէ, սա նաև քաղաքական ներկայության մասին է խոսում, փոխկապակցվածությունը ապահովելու մասին է խոսում, թե մի տարածաշրջան, որը սեփական կարիքները դեռ պիտի բավարարի, այս հսկական հեռավորության վրա հոսանք մատակարարի Եվրոպային, որ եվրոպական, այսինքն հզորությունն էլ ամբողջապես չէ օգտագործված չէ։ Շուտ։ Բայց Եվրոպական միությունը ունի ռեգուլյատոր, ով բավականին լուրջ սահմանափակումներ է դնում նաև գեներացնող հզորությունների վրա։ Հայտնի Green Deal այդ կանաչ գործարքի շրջանակներում սահմանված է, որ էլեկտրաէներգիայի արտադրությունը առավելապես պետք է ապահովի կանաչ միջոցներով, կանաչ գեներացիոն միջոցներով։ Տեսնելով, որ այն ավանդական ընկալման մեջ կանաչ գեներացիոն հզորությունները չեն բավարարում, այսինքն արևային հողմային կայանները 2022 թվականին ընդունեցին տաքսոնոմիայի մասին օրենքը, որ ես հիշատակեցի այսօր, որի ներքո ատոմային էներգետիկան սահմանվում է որպես կանաչ էներգիայի աղբյուր։ Շատ լավ, բայց 2011 թվականից ի վեր, Ֆուկուսիմայից ի վեր, մեկը մյուսի հետևից Գերմանիան, Շվեյցարիան եւ այլն ատոմային կայանները սկսեցին փակել, կոնսերվացնել։ Եվ այսօր դրանց վերականգնում, այդ ամբողջ միջուկային կոմպլեքսի վերականգնումը պահանջում է ֆանտաստիկ հսկայական միջոցներ։ Այնպես որ ես չէի գերագնահատի այսօր Եվրոպայի էներգետիկ եւ մասնավորապես էլեկտրաէներգետիկ կարողությունները։ Եվ ամենևին էլ պատահական չէ, որ մալուխից բացի այդ անդրսևծովյան մալուխից բացի նույն այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքը կամ TRIP-ը եւս ԵՄ կողմից եւ դրա մասին բազմաթիվ անգամ խոսվել է, դիտվում է ոչ թե որպես ճանապարհ, որով բեռնափոխադրումներ կիրականացվեն, այլ նաեւ որպես գազատարի հնարավոր անցման երթուղի, ինչպես նաեւ էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածք ձևավորելու լոգիստիկա, որը թույլ կտա կրկին Կենտրոնական Ասիայից իհարկե ոչ ուղիղ սվոփային տարբերակով արտահանումներ իրականացնել Եվրո-Թուրքիա եւ այնուհետեւ եվրոպական շուկա։ Եվրոպան այսօր ունի իրապես էներգետիկ դիվերսիֆիկացման կարիք։ Մյուս կողմից իհարկե, եթե հարցը տեղավորում ենք ավելի կոնցեպտուալ դաշտ, դա եւ փոխկապակցվածության խնդիր է մի կողմից, մյուս կողմից իհարկե ես կարծում եմ սա աշխարհաքաղաքական այսպես տեսության մեջ ամրագրված շատ կարևոր մի մոտեցում է, որ ենթակառուցվածքային նախագիծ իրականացնելով դու փաստացի իրականացնում ես այդ ռեգիոնի պայմանական գաղութականացումը, խնդրում գաղութականացում բառը չընկալել դասագրքային իմաստով, այո, այսինքն դու այդտեղ իրականացնում ես ոչ թե միայն ինտեգրացիա եւ տնտեսական փոխկապակցվածություն, այլ նաեւ ապահովում ես քո գեոքաղաքական ներկայությունը, արմատավորվում ես այդտեղ, ենթակառուցվածքային մեգա նախագծերի նպատակներից մեկը հենց դրանում են կայանում։ Շնորհակալություն շատ։ Պարոն հետաքրքիր քննարկման համար։ Սիրելի հեռուստադիտողներ, տաղավարում հյուրընկալել ենք քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, տարածաշրջանային էներգետիկ հարցերի փորձագետ Վահե Դավթյանին եւ քննարկեցինք Հարավային Կովկասի տարածաշրջանում էներգետիկ քաղաքականությանը վերաբերող խնդիրներն ու միջազգային տարբեր դերակատարների ներգրավվածությունը դրանում։